Աշխարհասփյուր հայրենիներ, բարի օր վարածանի ունգընտիրներ եւ իհարկե ունգընտության վայելքը հաղորդման հետևորդներ։ Վայելքը գտարնա քերակույն եւ արժանի գտարնան նման վայելքի։ Այսօր հայրենիքի երկնքի տակ ու հատկապես այն գառույցի մեջ, որ կոչվի Աշուղ Ջիվանի անունով, Ջիվանու անվան Աշուղական դպրոց եւ այս գեղեցիկ երաշտական մեծ ընտանիքը Սայաթ-Նովա Աշուղական համույթը, ու այս բոլորի հետին անշուշտ կանգնած է անձնավորությունը, որ նվիրված է այս արվեստին, երախտապարտ ենք իրեն ընդմիշտ խոսքը գվերապերի Հայաստանի հանրային ռադիոյի Աշուղական համույթի անսամբլի ղեկավար, Ջիվանու անվան դպրոցի տնօրեն եւ Պահապան Աշուղական երկարվեստի պրոֆեսոր Թովմաս Պողոսյան։ Ողջույն հարգելի պահապան։ Ողջույն հարգելիս, ողջույն։ Այսօր չափ ուրախ եմ ես այս գեղեցիկ արիթի համար եւ մենք այսօր ունենալու ենք ընդհանրապես հաղորդման նաեւ ունենանք երբեմն հավերքային ուրախության վայր։ Այդ վայրը այսօր պիտի դառնա մեր շատ սիրելի Սայաթ-Նովա Աշուղական համույթը։ Իսկ եթե ձեզ մի փոքր հարց տամ, այսքան ծանր պատասխանատվություն ձեր վրա եւ դուք գիտեմ որքան ուրախ եք երջանիկ եք, ինչպես կկարողանաք այդ մեկը հավասարակշռել։ Գիտեք, եթե մարդ 4 գործ ունի, լավ տեղավորվում է, եթե 5-րդն էլ է ավելանում, ավելի լավ է տեղավորվում անելիքների մեջ։ Դեպս որ ես շատ երջանիկ եմ ապրել եւ ապրում եմ եւ պիտի ապրեմ։ Հասցնելով ամեն ինչ։ Եվ Ջիվանու դպրոցը, եւ Սայաթ-Նովա Աշուղական երգի վաստակավոր անսամբլը, եւ Աշուղների միությունը, եւ ձայնագրությունները, հանրային ռադիոյում մեր արխիվները լրացնելը, մեր համերգները, ամեն ինչ։ Էլ չեմ ասում Աշուղագիտական կենտրոնը, որ տարին առնվազն 2 հատոր հրատարակում է։ Այո, մենք արդեն այդ հատորներից ստանում ենք եւ մեր ցանաթարանը եւ գրադարանը հարստանում է։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Իսկ որպեսզի մենք հիմա մի պահ կանգ առնենք եւ լսենք, վայելենք վերջում։ Ինչ կուզեք։ Պրոբլեմ կոչի։ Էսիկ հայներով մեր հավոհանցա, ինչքաս ու միտքս քեզ հետա, քահանարի կոտես կոբանուշ, սրտիս մեջ սերաս ծիրտավեց կրուշ, քահանարի կոտես կոբանուշ, սրտիս մեջ սերաս ծիրտավեց կրուշ, աղջիկոս Սիրտս եմ աշել, հիշել ու սերել, կարող եմ կաշել, Եկ իջարվել այս տարապանքի, արև ուստու իմ ջահել կյանքի, Եկ իջարվել այս տարապանքի, արև ուստու իմ ջահել
ջահել կյանքի Ընդհանրապես շատ հարց գտան մեր ուղղընկերները, մեր շրջապատի հայրենիները, որ ինչ է տարբերությունը Աշուղի եւ Քուսանի։ Կարող ենք փոքր շատ ակից։ Քուսանական արվեստը մեր հնագույն հետանոսական շրջանի ազգային մշակույթն է, արմատներով ամեն ինչով հայերեն, հայեցի, մերը եւ փոխարված չէ։ Աշվական արվեստը փոխարված է համարևելյան աշվական երևույթից 14, 15, 16-րդ դարերում մոտավորապես եւ ունեցել ենք տասնյակ հազարավոր աշուղներ, որոնցից առնվազն 1000-ի մշակույթը մնայուն արժեք են մեր մշակույթի մեջ։ Եվ սրանք իրարից բոլորովին տարբեր են, նման են այնքանով, որ երկուսն էլ ազգային երգարվեստ են։ Սակայն համարևելյան լինելով Ջիվանու մեծ հանճարի շնորհիվ այս արվեստը ազգայնացվեց, դարձավ ազգային աշվական հայկական արվեստ։ Եվ զարմանալի պետք չէ, որ օտարից փոխառնելով ազգային մշակույթ ստեղծեցինք, ինչու, որովհետև սիմֆոնիկ երաժշտությունը մեր չէ, բայց մենք ունենք ազգային սիմֆոնիկ երաժշտություն։ Օպերային արվեստը մեր չէ, ունենք ազգային օպերային արվեստ եւ այլն։ Այսինքն հիմա ինչ-որ հասկանալ։ Գուսան եւ աշուղ բառերը պետք չէ շփոթել իրար հետ։ Գուսան բառը ծագումով փոխ են կարել բահլավերենից, բայց ծագումով ավելի հայերեն է, իսկ աշուղը արաբերեն աշքարմատն է, որ հայերենում դարձել է աշուղ։ Գուսան աշուղ եւ աշուղ աշուղ։ Իհարկե աշուղ աշուղ։ Եվ այդ մարդիկ բոլորը աշուղներ են կոչվել մինչև 39 թվականը, երբ որ թյուրիմացաբար Մոսկվա գնալու առիթով մեր աշուղներին անվանեցին Գուսան, որը ռուսները հանկարծ չշփոթեն թուրք աշուղների հետ։ Թուրքերը կոչվում են աշիկ, մենը կոչվում է աշուղ։ Լավ, մենք այս առիթով ևս մեկ երգ վայելենք։ Papi,
Կնեմ ջուրը սողանա, քաղաքյուրից միանա, ջուրն ամուշ, ամուշ է, կապեսի շիշ ամուշ է, մեր պապերի հողն ու ջուրը յան, ով ոջել է մեր ուշերը յան, մեր պապերի հողնատեղը մարշուշանքա, բանալի, ու մապուի գերազների կարոտը անբանալի, մեր պապերի հողնատեղը մարշուշանքա, բանալի, ու մապուի գերազների կարոտը անբանալի։ Սիրելիներ, մենք այսօր այս երկու շատ գեղեցիկ երկերը, որ վայելեցին, երկուքն ալ մերօրյա աշուղներ էին, եթե նշենք անունները մեր աշուղներում, առաջին երկը Առաջինը Աշուղ Մախմուրի երկն է, երկրորդը Աշուղ Խարունցի։ Երկուսն էլ տիկիններ են։ բայց Մի բան, որ մենք շատ- նոր աշուղներ, Որ շատ սակավ է եղել անցյալում, կին աշուղներ հատուկ են տեղ ունեցել։ Այսօր մեր աշուղների կեսը աղջիկներ են և կանայք։ շատ ուրախ եմ անգամ ևս այս այդքամարին ընդհանրապես ուրախ եմ, որ ցեզ նման անձնավորություն ունի Բահաբանը մեր աշուղական արվեստի։ Խնդրեմ մեր ջերմ բարևներին և Սայաթլով անսամբլի փոխանցեք Լիբանանի մեր ժողովրդին, ամբողջ արաբական լավ ժողովրդին, որը գրկաբաց է ընդունել 15 թվականի մեր հալածված, մեր տանջվան ժողովրդի փշրանքները, որոնք այսօր դարձել են երևելի մարդիկ արաբական աշխարհի համար։ Իմ ջերմ բարևները և մեր եկեղեցու օրհնությունը փոխանցեք բոլորին։ Շնորհակալ եմ բոլորիդ սիրելի։